Լավ, եւս պատմի, ոնց ուզում ես պատմի։ Ինչպես ստացա ես ամուսնության առաջարկություն Յանի կողմից։ Մենք իհարկե մեր հարաբերությունների ընթացքում քննարկել էինք մոտավորապես ինչ ժամկետներում ոնց ենք պատկերացնում։ Ես հիշում եմ, որ ես հստակ ասել էի, որ ես չեմ սիրում նախապես պլանավորված առաջարկություններ, իմ համար շատ կարևոր է, որ իսկապես լինի անակնկալ, ու ես իմ ասածի կրակն եմ ընկնում վերջում։ Քանի որ որոշել էինք, որ 1 տարի ընկերություն անելուց հետո մոտավորապես պետքա լինի մինչև տարվա ավարտ, այդ ամբողջ ընթացքում մենք ինչքան trip ունեցել ենք, բոլոր ընթացքներում մտածում էի, որ այ էս այդ պահն է։ Ամենաշատը մտածել եմ, որ առաջարկությունը կստանամ, երբ միասին գնացել էինք Կոմո նշելու մեր ընկերության 1 ամյակը։ Պատկերացրեք, Իտալիա, ռոմանտիկա, ես սիրուն լուքով, մեր ընկերության 1 ամյակն է։ Դրանից իդեալական պահ չէր կարող լինել առաջարկության համար։ Եվ իհարկե ես այդ օրը չստացա առաջարկություն ու իմ մեջ որոշեցի, որ այլևս չեմ սպասելու, որ ամեն trip-ի կարող է այս մի ճամփորդությանն եմ ստանալու, եւ դա հետագայում աշխատեց իմ դեմ, երբ որ մենք մեկնում էինք սեպտեմբերին Տոկիո։ Եթե ինձ հետևում եք այդ ժամանակ կհիշեք, թե ես ինչքան ոգևորված էի Ճապոնիայով, եւ այդ տարվածության մեջ երևի մեր հանգստի 6-րդ օրն էր, ես այնքան հոգնած էի, այդ օրը առավոտյան Յանն ասում է, որ գնում ենք շատ սիրուն ճապոնական ռեստորան, որտեղ շեֆը հենց մեր աչքերի առաջ ծովամթերքը կտրտելու է, սուշի ասարկելու, սիրուն պատրաստվի, գնում ենք։ Ես այնքան հոգնած եմ այդ օրը, որ Յան ասում եմ կլինի չգնանք։ Հետո ասում է արի ոտքով քայլենք, սիրուն այգի կա, ասում եմ ես այս այգին չեմ հիշելու, կլինի այս այգու միջով չգնանք։ Ամբողջ ընթացքում այնքան նեգատիվ մտքեր եմ ասել, որ ես հիմա հետ եմ գնում, պատկերացնում իրան ինչքան դժվար է եղել։ Չեմ ուզում ոչ մի մաս բաց թողնեմ, բայց բավական երկար է ստացվում, շարունակությունը կպատմեմ մաս 2-ում։